դրանք բոլորը ուրեմն հայրենիքը ազգը ուրացած, դավաճանած Հայաստանի հայ ազգին, հայ ժողովրդին, ուրեմն հայրենիքին դավաճանած լրտեսներ են։ Այս որ բռնեցին, այս տղի անունն ինչ է։ Թևանյանին հանդեպ։ Հա, Թևանյանը ինչ զիբիլա, դրան որ բռնին։ Դուք կարծում եք մի Թևանյաներ ընդամենը։ Սրանք բոլորը ովքեր որ ամենաառաջինը դաշնակցությունից պետք է սկսեն։ Դաշնակցությունից, որտեվ դաշնակցությունը մի անգամ հայ ժողովրդին ուրեմն բացահայտ խորապես դավաճանեց։ Ոնց դավաճանեց։ 1909 թվին միացավ երիտ թուրքերին եւ կոալիցիոն կառավարություն կազմեց Թուրքիայում։ Պաշտոնը հենց տեսնում են, սրանք արդեն ոչ մի բան չեն հիշում։ Պաշտոն փող, ուրանում են ամեն ինչ։ Հետագայում շատ ծանր հատուցեցին դա։ Այդ կոալիցիա կազմելուց հետո, ընդամենը 5 տարի հետո ցեղասպանություն եղավ։ Զորաբի գլուխը քարով ջարդեցին։ Ուրեմն այդ խարանը մնաց իրանց վրա։ Ամբողջ այդ 90 թվից մինչև հիմա ինչքան է անում 136 տարվա կուսակցության ճակատին այդ խարանը մնաց որպես Թուրքի հետ կոալիցիա կազմած դավաճաններ։ Բայց հիմա նույն արարքը կրկնում են երկրորդ անգամ։ Ուրեմն որ պետությունը, որ իր առաջ նպատակը դրե Հայաստանը իրեն վասալ սարքի, Հայաստանի պետականությունը խորտակի, լրտեսական ցանց է ձևավորում, որ Հայաստանը ներսից պայթեցնի, դաշնակները միացել են այդ գործին։ Միացել են այդ գործին եւ այս հələ իրանք տակ են, չեն զգում։ Այս ընտրություններից հետո ամենադաժան հատուցումը ստանալու են դաշնակցականները եւ այդ տաշիրը։ Տաշիրը ֆինանսապես կորցնելու է, ինչ կա չկա, կորցնելու բացի, ֆինանսները կորցնելուց բացի կորցնելու է նաև ազատությունը